Բարև բոլորին, ես Յաննան եմ, ով ապրում է Ճապոնիայում եւ պատմում է ճապոնական կյանքի մասին։ Եթե հիշում եք, երեք ես post-ել էի վիդեո, որտեղ պատմում էի, թե ինչպես էին ինձ հագցնում հարսի շորը, ճապոնական կիմոնոն։ Իսկ այս անգամ ես որոշել եմ ցույց տամ, թե ինչ էին հագցնում իմ ամուսնուն, որովհետեւ նա ինքն էլ էր հագնում տրադիցիոն ճապոնական հագուստ։ Չնայած որ տղամարդու հագուստը ավելի հեշտ է հագնել, միևնույնն է, երկու կանայք պարտադիր էին, որպեսզի նրան հագցնեին եւ ինչպես տեսնում եք, նրա վրա են մի շարք տարբեր տեսակի շերտեր, layer-ներ։ Տղամարդկանց հագուստը կոչվում է մոնցկե հակամա։ Այն կազմված է 3 մասից։ Առաջին մասը կոչվում է մոնցկե, դա սև, շատ էլեգանտ կիմոնո է, որի վրա պատկերվում է ընտանիքի խորհրդանիշը, ընդհանրապես կամոն, բայց հարսանիքի ժամանակ հիմնականում օգտագործվում է 5 նշանով մոնցկե, որը համարվում է ամենաարարողակարգային տարբերակը։ Երկրորդ մասը դա հակաման է, լայն պիջակաձև շալվար է, փեսան կրում է գծավոր, լայն, բարձր գոտկատեղով հակամա։ Սա ուժի եւ հասունության խորհրդանիշ է։ Եվ երրորդ մասը դա հաորին է, դա վերնազգեստ վերարկու է, սև կամ մուգ գույնի երկար բաճկոն, որը հագնում են կիվանոյի վրան։ Հաորիի վրա նույնպես լինում են ընտանիքի խորհրդանիշները։ Խնդրում եմ գրեք կոմենտներում, որն է ավելի գեղեցիկ տղամարդու հարսանեկան զգեստը, թե կանացին։ Մի մոռացեք բաժանորդագրվեք իմ Facebook-յան եւ YouTube-յան ալիքներին։ Բայ բայ։